Ես եւ մանկական էնդոկրինոլոգ Աստղիկ Խաչատրյանը ձեզ համար պատրաստել ենք շատ հարցեր ու պատասխաններ դեռահասների մազահեռացման հետ կապված։ Այսինքն այն բոլոր հարցերը, որոնք որ դուք գրում եք ինձ անձնական, որոնք ես հանդիպել եմ կանանց խմբերում, քանի որ այսօրվա մամաները ավելի հետևողական են եւ շատ ուշադիր են, թե որ մազահեռացման տեսակից օգտվեն եւ դեռահասները, հա։ Ամենաառաջին հարցը, որ կամ ինչ նշանների դեպքում դիմել մանկական էնդոկրինոլոգի։ Առհասարակ մանկական էնդոկրինոլոգի դիմում ենք, երբ երեխաների մոտ նկատում ենք քաշի ավելացում, ճարպակալում կամ հակառակը նկատում ենք քաշի դեֆիցիտ, անբավարար բարդամություն, աճման հապաղում կամ նկատում ենք երեխաների մոտ գլխացավեր, թուլություն, սրտխփոցներ, առատ քրտնարտադրություն, առանձնապես ափերում, ձեռքերի կամ ոտքերի տակ, կամ նկատում ենք սեռական հասունացման հետ կապված տարբեր խնդիրներ, մասնավորապես աղջիկների մոտ դաշտանային ցիկլի խախտումներ, տղաների մոտ մազակալման հապաղումներ կամ հակառակը, երբ նկատում ենք երեխաների մոտ վաղաժամ սեռական հասունացման նշաններ։